Փարքնուրդեհին արվեց հերթական հայտարարությունը, որը նույնպես կարող է երկրի ներսում լուրջ խնդիրներ առաջացնել, որը կարող է նպաստել հենց պետականությանը, պետականական որոշ հայտարարություն անելով խալխլում է հիմքերը պետության։ Մենք գիտենք, որ առանց հարկերի, առանց թուրքերի պետություն չի կարող ձևավորվել, չի կարող գոյատևել ավելի շուտ։ Ու երբ որ մարդը խոսում է թոշակառուների թոշակից եւ ասում է ինչներին է պետք, իրենք չգիտեն էլ սկի ծախսել։ Նախ վիրավորում է անձամբ այդ մարդկանց, այսինքն 65-ից բարձր տարիք ունեցողները, այդ մարդը նոր ամենահասուն, ամենախոր, ամենափորձառու տարիքն է, չէ, որ կարող է բոլորին խորհուրդ տալ։ Այդ մարդուն ասում է ինքը փողը ծախսելու ձևն էլ չգիտի կամ ինչ պետք է անի։ Այսինքն ափսոս այդ փողը տանք իրեն։ Սա բացի այդ լակոտին բնորոշ իր այդ վարքագիծը իր կողմից, ասենք դա անլուրջ է, էլի ասենք։ Ես թոշակառուների արձագանքին եմ սպասում, բայց սրա մեջ ուրիշ վտանգ եմ տեսնում։ Ընդհանրապես մարդը, ասենք 20 տարեկանից չափահաս դարձավ կամ 18 տարեկանից սկսում է աշխատել։ Ստացվել է մարդը մինչև 65 տարեկան է թոշակի անցնել աշխատել է մոտ 45 տարի։ Եվ ինքը պետության հարկ է վճարել։ 45 տարի շարունակ պետությունը գոյատևել է այդ մարդու հարկերով։ Հիմա այդ մարդուն ասում են 45 տարի, որքան էլ ինքը կենսուրախ է, կարող է, կենսունակ է, ներում է, ասենք, արտադրում են, ասում են, էլի պետք է աշխատես։ Կարող է 5 տարի էլ աշխատեցնեն, հետո այդ մարդու կտրուկ առողջությունը, ասենք, վատանա ու մեռնի, ու չստանա կենսաթոշակ չստանա, այսինքն այդ մարդու վճարածը, որ կուտակվել է, որ հետո պետք է իրեն մի մասը թոշակի ձևով վերադարձնեն, չեն վերադարձնելու։ Եվ ինչ եք մտածում, երբ որ նման հայտարարություն են անում, ասում են թոշակն ինչ է անելու, ծախսել չգիտի, էս չգիտի, ինչ չգիտի, դա ուղղակի մտածում եք ապուշ մարդու արդայություն է։ Չէ։ Դրանով խթանում է ստվերային տնտեսություն Հայաստանում։ Իսկ եթե այսօրվանից երիտասարդը մտածում է, որ եթե ես պետք է դառնամ 65 տարեկան, հետո ինձ ասեն, բա դու թոշակն ինչ ես անում, ես ինչի հարկ տամ պետությանը։ Կկուտակեմ իմ մոտ, հետո օր ծերություն կամաց կօգտագործեմ։ Օրինակ։ Արդյոք այս փչացածի, այս ազգադավի Նիկոլ կոչվածի այս արտահայտությունը, լակոտին յուրահատուկ արտահայտություն է, հա, ասենք կարող է բիքի մոտ ծիծաղ առաջացնել, ասենք, տեսես ինչ ասում, թոշակառու փող ծախսել չգիտի, կամ այդքան ինչ է անում, կամ չգիտեմ ես ինչ։ Չէ։ Սրա մեջ ուրիշ բան կա։ Ինքը սրանով խթանում է, որ մարդիկ չգրանցվեն աշխատատեղերում։ Մնան որպես ստվերային աշխատողներ, որի համար սոցվճար չպահվի, եկամտային հարկ չպահվի, հարկ չգնա բյուջե։ Հասկանում եք, քաոս է ստեղծում։ Եվ զուգահեռ կարող է հարկային տեսությունն լարի այդ գործատուների մոտ եւ սկսվի իրարանցում։ Ինչպես հիմա եկեղեցում է սարքել, չէ՞։ Տեսեք, օգտագործես, չէ՞, Գյումրիի դեպքը, չէ՞, ասենք, չգիտեմ, համալսարանի ռեկտորն է եղել, ով է եղել, չէ՞, որ գնացել է հոգեվորականին ասել է, ասում են, որ գալիս ենք պատարակի, բայց հանգարց բանի կաթողիկոսի ասենք անուն չհնչեցնես, այդ մարդն ասել է դա մեր կարգն է, ասենք, ոնց որ Փաշինյանը կառավարության նիստերում կա իր անունը չհնչեցնեն, չէ՞ օրինակ, չկանգնեն, բանտեղ չտնեն։ Դա իրենցն է, Գարգինբենով է, ինչ է, բոլորս գիտենք, բայց այդ կառույցի կարգն է այդպեսին։ Ու ինքը լրատվամիջոցներին, երբ որ իրեն հարցնում են, ասում են դուք եք մարդկանց ուղարկում, ԱԱԾ ծառայող ես են, ասում են ոչ միայն ԱԱԾ ծառայող, ընկեր կլինի, բարեկամ կլինի, աշխատող կլինի, ենթակա կլինի, քավոր սանիկ կլինի, բոլորին էլ ասում եմ։ Չի թաքցնում։ Այն ռեկտորը, որ ասել է, գնում է, ասում են դու գնացել ես, ասել ես, պաշտպանվում է, ասում է, չէ, ով ասեց, ես դες բան չեմ, դարձավ ստախոս։ Ինքն դեռ ասում է, հա, ես ուղարկում եմ այդպես մարդկանց, այդպես մարդիկ հրաժարվում, ասում դες բան չի եղել։ Այսինքն ինքը օգտագործում է մարդուն։ Ու հետևից այդ մարդուն արդեն կոպիտ ասած փուրն է տալիս։ Հիմա այդ ռեկտորը հաստատ կամ պետք է հեռանա աշխատանքից, այսինքն Նիկոլան օգտագործած սկշպրտի։ Պահի չի լինի, չպահի չի լինի։ Հասկանում եք։ Նիկոլին լսող կամ ենթարկվողներ, հիշեք, ինքը բացահայտված է որպես դավաճան, սրիկա, տականք։ Դուք նրա հանձնարարությունը կատարելով նմանվում եք իրեն։
Եվ սա ազգը չի մոռանալու։ Իսկ դուք առանց պատասխան չեք մնալու։ Հասկանում եք։ Կանգնում ասում է, ես չեմ ուզում, որ ասում եմ կատողիկոսին փոխում ես մի ուրիշ, ասենք քո ուզած սրդի ուզածով, ասում է չէ, իմ սրդի ուզածով չէ, Աստծո սրդի ուզածով եմ փոխում։ Այդ երբ հանդիպեցիր Աստծուն դու, Աստված քեզ դες բաներ պատվիրել, ասել է գնա կատողիկոսին սրանով փոխի։ Այդ արդեն Աստծո հետ է շփվում։ Կարող է սատանայի հետ էլ է շփվում։ Ասում է, ես չեմ ուզում, որ կաթողիկոսը ինչ-որ մի հատ ավակ լեյտենանտի օտար երկրի բան հաշվետվություն տա։ Այդտեղ 80-ական դու ես գնացել Պուտինի մոտ։ Այն հարցը, որ պետք է հեռախոսով քննարկեիք, վախենում եք ձայնագրեն անգլիացիներն ու ամերիկացիները։ Հետույքդ լվանում էիր, այնտեղից բժիշկները գալիս են քեզ ստելիզացնում էին, դնում էին ինքնաթիռը, պետության բյուջեի հաշվին թռնում էր Պուտինի մոտ, սև հանձնարարություն էր ստանում, որ ոնց գաս Հայաստանը կործանես, հերթական փուլը։ Դու գործակալից ես խոսում։ Դու ինչով ես զիջում Գարեգին բեին։ Եթե նա Գարեգին բե, դու իսկական բե ես, արա։ Շորտ, մարդը այնց է անում, որ մարդիկ խուսափեն հարկ վճարելուց։ Հասկանում եք, քաոս է առաջացնում։ Ուզում է պայթեցնել։ Ուշադիր եղեք։ Խոհեմ եղեք։